Ասի դելա, որ ասում մինստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց այնտեղից բղավել, ինչինի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընթարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընթարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանն է եկավ, որ տենց արագ ոստում էր բանից անչա, դեպի դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկ են սխմում, փախնում են դահլիճից, հա, գալիս են մի հատ գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետքա աշխատանք ցուցադրվի, պետքա ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասածից, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն, թող շարունակեն։ Բայց անհարկի չէ, երբեմն ազգային ժողովի նախագահը ընդհատում падգամավորներին, այդ մասին շատ որ դուք կամնակակը խախտում եք, երբեմն ոչ ձեր լիազորությունների շրջանակում падգամավորներին, հա, միջամտում եք հայտարարություններ եք։ Ուրեմն տեսեք, ազգային ժողովի նախագահի պարտականությունների մեջ մտնում է բնականon աշխատանք ապահովել։ Շատ հաճախ այդ բնականon աշխատանք ապահովելու համար պետքա տարբեր ձևերով իրավիճակը իջացնես լարվածությունը կամ հարվածը քո վրա վերցնես կամ ինչ որ ձևով այդ լարվածությունը ուղղորդես մեկ այլ ուղղությամբ եւ ներողություն եմ խնդրում, բայց տենց կողքից տենց ալիքները թերթելուց կամ որևիցե այլ գործով ձեռից զբաղվելով ինչ որ տենց գնահատական տալը ես չեմ արդարացնում, դա սխալ է։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ ազգային ժողովը ի հեճուկս այն կանխատեսումների, որը կային 4 տարի առաջ արդեն իսկ, որ ազգային ժողովը չի հաջողելու, որ նիստեր չեն կայանալու, ազգային ժողովը շատ լավ աշխատում է, ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղի են ունենում եւ ընդդիմության ամբողջ նպատակը իրանց գոյությունը դահլիճում արդարացնելն է։ Ախր դուք մոռանում եք, հիմա իրանց թվում է, որ մարդիկ են մոռանում, որ իրանք չասեցին, որ իրանք վերադառնում են իրանց օրակարգով։ Սեփական ինչքան ժամանակ անց է, խնդրում եմ, դուք գրեթե բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ կասեք 2 տարի անց, որն է այդ ընդդիմադիրների օրակարգը։ Չստացվեց, ֆիքս, չէ, օրակարգը որն իրանք ասացին մենք կբերենք ու իրանք կընդունեն, իրանց օրակարգը որն էր, եւ ինչա բերեցին, բայց Լուսինե ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել էին հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինելը եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այստեղով է պետք անել, բայց զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Ասածն է, որ իրենք չեն ուզում, դուք գնաք, իշխանապողություն չեն ուզում։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնել եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որից է մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյություն ունի, այդ ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես երեք ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ մի քիչ այնց բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես ասած ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ գալ կնոպկասխմելը սենյակից դուրս գալ, ինչի համար արվում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իմ ունեցած տեղեկությունով ջղայնացել է վրա նրա ասելախի չեկետ նիստերի, բա որ հարց բարձրանա
բան մանդատից զրկելու կամ եթե դա էլ տեղի չի ունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար գալ կոճակը սխմել եւ դա տեսեք, օրվա մեջ կարող լինի 2 անգամ գրանցում, դահլիճում չլնել, հենց ասում գրանցումա որպեսի, բայց sense կգան sense կսխմում է, sense կամազ դուրս։ Բայց արդար չէ, որովհետև նախկինում նախորդ նստաշրջանում, երբ որ չէին մասնակցում նիստերին, դուք իրենց բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում պատգամավորական մանդատից զրկելու։ Հիմա գալիս են գոնե կնոպկան սեղմում է, որ ներկա ստանան, այդ բանից չզրկեք։ Լավ, ուզում հասկանամ, բայց սկզբունքայնություն պետք է լինի, թե չպետք է լինի։ Հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար, հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին, նիստերին, բայց դահլիճում չենք կլնում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանին չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, էլի ինձ միշտ հետաքրքիր, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են ասելու են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գտալու, թե ընդդիմություն ունենք, հա։ Պարոն Սիմոնյան, քաղաքացիական պայմանագիրը խմբակցությունը Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելն է, որը չի աջողում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրը այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմ է, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում, նորմալ ընդդիմությունը լինի քննադատում։ Ձեր պատկերացրած միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը որն է, ինչ պիտի անի։ Որ կա աշխատի, հենց հարցադրումները։ Լինում է, ոչ, եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ, նախ անենք այն 2 տարին, որ չեն եկել, ու այն 1.5 տարին, որ կիսատ հիմա պարատ գալիս են, ու այն կես տարին, որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վեսել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք են արձանագրել։ Չէ, տենց չի, եթե նայեք ստատիստիկան, տենց չի։ ԽՊ խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով, ինչպես գիտենք, անվայելուչ խոսքեր էր ղել լրագրող Հռիփսիմեին, սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ պատգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնան անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբնաղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովհաննեսի հասցեին, որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դարտապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան է, այսինքն եթե պատգամավոր չի իրան կարելի է ինչ ասել, կամ լրագրող չի, չէ մի րոպե, բայց դուք Տիկին Ջեբեջյան ջան, դուք ձեզ ասում է Բերանդ Մակրի այդ Սատանայի անունը մի հայ սատանայանն մի դու այդ տղան եթե վիրավորներ թողի կգնար քայլեր դուք Հովհաննես Ազոյանը հայտնի դերասանա շատերի կողմից սիրված ինձ հետ էլ շատ մոտ հարաբերությունը իմ ընկերներից է իմ ընկերն է Հովհաննեսը բա այդ ընթացքում բա այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե ձեւով եւ լսեք այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում բայց սա անդրադառնում է հիմա որոշումը հետեւյալն է որը տեսեք դա իր խնդիրն է չի օգնելու իրան Աստվածաշունչը Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժելու է դա ինչ կարծիք չէ իրան դժվար օգնի սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնի եւ ձեզ ասեմ որոշում է կայացվել որ ստեղծվելու է արդեն այդ որոշումը կա որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում այսուհետ լինելու է նման հարց բայց մենք իմացի միջով ենք խանգարում որը տեսեք խնդիրը կանում է նրանում որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում որ ժամկետը վաղուց բաց թողնված է եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվել է մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է իմիջիալոց դրա ստեղծման համար մեզ պետք է նաեւ ընդդիմության համաձայնությունը Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցեր։ Բայց մեկը մյուսի հետ իր կապ։ Ես Տիկին Ջեբեջյան, տեսեք։ Ավարտեմ ստեղծվում է ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի առիթով։ Հիմա միջադեպի։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ։ Ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է։ Ասում եմ հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ
օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբնաղբյուրին էլ անդրադարձայեցի, որոշում ա կայացվել, չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բանը ստեղծել մշտական հանրություն։ Ես ձեզ այդպես Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ-որ բան։ Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, արձել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովում տրվում է։ Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ սփյուռքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան եւ իրավիճակը արուն է բացվել, հերթական թեժ ժամարձը մեր հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան, իրանք դա գիտեն։ Ուղղակի այս հարցին է վերաբերում, ասում որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտի բռնվեց, ասում են, չէ, Ալեն Սիմոնյանն է, ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Չէ, որ ուզենամ սադրեմ, կսադրեմ։ Բայց չէ։ Դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, եւ ես ասացի, սնան կա, ասելիք չկա։ Ինչ պետք է խոսանք իմությունը, ժողովուրդ, եկեք ծուրը նստենք, դուսը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դա հալիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը բովանդակություն չկա, բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր փուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր փուճուր շրջանակով sense փուճուրի դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրանք բայց բացի այդ փուճուր փուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյությունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իր, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ, կարծում եմ, հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ սիրում, ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործի երեխայի մեռնելու մասին բան խոսեմ։ Տեսել եք ես այս բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում եմ պետք է երեխան, ասում եմ ինքը իր երեխան զոհվել, հա, որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի։ Այդ վատ ելույթ է։ Այդ վատ ելույթ է։ Գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասա թակավորը հետս խոսեց, ասում եմ ինչ ասեց սրիկա, փախից տեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, վատ ելույթ է եւ աչքի է ընկել ոչ թե բյուրաբովանդակությամբ, ասում եմ, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է։ Լավ ելույթ էր։ Ինչ էր лав ելույթ։ Ինչով էր լիարում։ Ձեզ որ չցավացներ դուք ձեր Ախր ցավացնելը, տեսեք, ցավացնելը ասեցի իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայիս կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրան արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուսում եք տենց, ես ինչ թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում։ Սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու կամ Գեղամը Մանուկյան իր շեֆի պես տրուսիկով նկարվել է, այդ իր շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից sense։ Թող գնա այդ իրան, չեք հիշում, որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանուկեք։ Կգնաք կնայեք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու բանը հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։ Պարոն Սիմոնյան, մի հարց պրոցեսորական հետ կապված։ Մի ամիս, գրեթե մեկ ամիս է Ադրբեջանը կրակում է
թիրախային, ինտենսիվ վերջին օրերի շատ ինչ է Ադրբեջանի ուզածը։ Եթե փաղության պայմանագիրը ավարտված է, երկու կողմը հաստատում են, ինչ է հիմա ուզում Ադրբեջանը, ինչու է կրակում։ Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող դիմադիր գործիչներին, իրանք շատ լավ ասում են, թե Ադրբեջանը ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ ընդդիմությունը, Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեր մոտ չի ստացվելու։ Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը եւ հասցեատերը այն գործիչներն Ադրբեջանի կրակոցների պատասխանը։ Ոչ, իշխանությունն է ներողություն, ասում չէ, պատասխանատու, հարգելիս, դուք հարցրեցիք, ասիք ինչու, չէ։ Այո, ինչու։ Հարցի ինչու, կրկնում եմ, ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, ովքեր իրանց հետ աշխատում են։ Բանակցությունները ոչ, այդ հարցին ոչ, բանակցությունները փակուղում չեն, ոչ, քննարկումները շարունակվում են։ Բանակցությունները փակուղում չի հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանալու։ Բացատրությունը ո՞րն է, պարոն Սիմոնյան։ Լավ, դուք մեկ սլակներ ուրիշ տեղ, բայց բացատրությունը ո՞րն իշխանությունը ունի բացատրություն դրա համար, ինչու է կրակում։ Հարգելիս, բացատրությունը հետեւյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողությունների վերածել։ Կարա ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանում, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց չլիներ, այդ դույն տրամաբանությունն է։ Ձեր հանդիպումը ժողովում մի միջադեպ է եւ Չէ, տենց հանդիպման մասին չի խոսքը, մենք ժամերով նիստի ենք մասնակցել եւ իրար կողմ նստած ենք եղել, հա եւ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր հարցերի շուրջ խոսել ենք, մենք պայմանավորվել ենք, որ հրապարակային սրա մասին չենք խոսելու եւ ես չեմ ուզում սրա մասին հրապարակային խոսեմ, առավել եւս որևիցե նոր եւ դարակազմիկ բան չկա, այլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևիցե բան ոչ որոշում ենք, ոչ որոշելու մոտ խոսակցությունա տեղի ունեցել, բայց շփումը, ես շփման տպավորությունով եմ ձեր հետ կիսվում, ինչպես նաեւ մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման մասին եւ ես նման հանդիպման մասին որևիցե բան տեղեկություն չկա այս պահին։ Պարոն Սիմոնյան, ազգային միջադեպ եղավ Խաչատուր Սուքիասյանի եւ Նարեկ Կիրակոսյանի միջև լրագրող։ Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այսպես շատ բուրն էմոցիոնալ վիճակում գտնվում, գոռգոռում, ձայնի տոնը բարձրացնում, բայց այդ կոնկրետ այդ հարցազրույցի ժամանակ Նարեկ Կիրակոսյանը դեռ որևէ հարց անգամ չէր հասցրել հնչեցնել։ Դուք դատապարտում եք Սուքիասյանի նման պահվածքը եւ առհասարակ ինչ գնահատական կտակ այդ միջադեպին։ Չեմ դատապարտում։ Ես դատապարտում եմ կպչուն վերաբերմունքը, ես դատապարտում եմ մարդկանց այն բանից հետո, երբ որ ինքը հայտարարում է, որ ինքը այնուամենայնիվ չի ուզում հարցազրույց տալ, այլ նյարդայնացնելը, հունից հանելը եւ դրա շուրջ լուր ստեղծելը։ Այսինքն այդ լրա լուրը որն էր, որ կարելի է մարդուն գնալ կնել, անընդհատ sense բզբզել, միջև ինքը ասի՝ մի արա, ասեք, ըհը, լրագրողը հարձակվեց Ալեն Սիմոնյանի վրա,
դուք ոնց կարելի է այդպես բան անել։ Կամ հակառակը, կամ յուրաքանչյուր պարագայում ճիշտ Ալեն Սիմոնյանը, որտեղ տենց ավելի շատ կկարդացվի։ Դա նորմալ է, դուք համարում։ Պատկերացնում լրագրողի գործառույթը պատասխան ստանալն է Հարգելիս, ախր պատասխան ստանալը ու մարդուն, ասենք, նյարդայնացնելը դրանք տարբեր բաներ են։ Հարգելի ինչ աշխատող չնյարդայնան։ Բայց ձեզ ներողություն եմ խնդրում, չվիրավորվեիք, երբ որ Անդրանիկ Քոչարյանը ձեզ բան ասեց, ինչի վիրավորվեցիք։ Եթե լրագրողը վիրավորի, Չէ, ներողություն, այսինքն եթե Քոչարյանը Անդրանիկը դա չասեր ուրիշ մարդ ասեր, չէիք վիրավորվելու։ Չէ, ասում եմ, եթե վիրավորել լրագրողը, Չէ, ախր դա շատ սուբյեկտիվ բան եք ասում, թե չնյարդայնանա։ Ասեմ մոտիկ անում եք, անընդհատ տենց հանդուրժող լինի, լսեք, այսինքն ներողություն, այսինքն ինչ է, բղավեց ասեց ինձ հանգիստ թող։ Գիտեք, մենք մի հատ հարևան ունենք, ես էլ ասեմ ու վերջացնեմ։ Լավ, եկեք, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներին այս հարցը այնքան էլ հետաքրքիր չի, եկեք հումորով ավարտենք։ Մենք մեր առաջի հարկում մի հարևանուհի ունենք, որը իր ամուսնու հետ բաժանվելուց հետո իր ամուսնուն բանով, անձրևանոցով ծեծում էր եւ գոռում էր օգնեցեք, բայց ինքն էր հարվածում։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։